Ես ոնց որ շատ հեռվացանք, հա, քաղաքից։ Այ մարդ հանգիստ տեղ է էլի, 100% չես փոշմանի։ Չէ, ուղղակի ճանապարհից շատ էի օգնել։ Ու հյուրանոցում էլ պետքա չեկին լինեի։ Հա խնդիրը ո՞րն է։ Հեսա կհասնենք մեր գյուղը չեկին կանես էլի։ Նորմալ զուգարաններ են։ Չէ, ես այդ նկատի չունեմ։ Գնանք մեր գյուղը, մամային խնդրեմ մի հատ կլուբնիկի կամպոտ կբացի, կլուբնիկի կամպոտ խմած կաս, իսկական տնակը։ Չէ, բայց փորձը։ Դա համադրվի այսօր շատ բան ես փորձելու։ Սենց երկար ենք նստելու։ Չգիտեմ, դու ես եկել նստել։ Սոնան չգիտի, որ ես եկել եմ։ Ինչի չգիտի։ Որովհետև դու ստեղից գնալու ես, ու էլ չես անհանգստացնելու Սոնային։ Ես Սոնային չեմ անհանգստացնում։ Լսի, ես չեմ ուզում աղմուկ բարձրանա։ Չեմ ուզում հետդ ուրիշ ձև խոսամ։ Ուղղակի իմացի, որ այն փողը, որ Սոնան քեզ առաջարկել է, դրանից ավել ուրիշ բան չի լինելու։ Այդ փողի պահով նորմալ է, ես Սոնայի հետ խոսել եմ։ Քեզ կարելի է մի րոպեով։ Մենք դեռ կխոսենք։ Ես տեղ եմ։ Ես քեզ խնդրել էի, չէ՞ չխառնվես։ Իսկ պապատ ուրիշ բան ասել։ Պապային պատմել ես։ Ես պարտավոր եմ։ Իսկ դու իմ թիկնապահն ես, թե պապայի շպիոնը։ Սոնա, ես քո մասին պետքա հոգ տանեմ։ Սա քեզ շանտաժ է անում։ Ես պետքա կանգնեցնեմ այդ։ Հիշում ես վերջին անգամ ինչ եղավ, երբ դու ու պապան որոշեցիք կանգնեցնեք։ Խայտարակ էինք եղել բոլորով, ամբողջ ինտերնետում մեր անուններն էին։ Բոլորը խոսում էին այն մասին, որ Սարոյանի աղջկա համար թիկնապահները մարդ են ծեծել։ Ես մի անգամ ուսին խփել եմ, այն էլ մի թեթև։ Ինչ իմանայի, որ տեն շուխուռա բարձրացնելու։ Նույնն էլ հիմա է։ Չես իմանում ինչ կլինի, եթե սկսես Գուգոյին ճնշել։ Կլինի հանգիստ թողնես, ես ամեն ինչը կարգավորեմ։ Բա հորդ ինչ եմ ասելու։ Ոչ մի բան պետք չի ասել։ Ես պապայի հետ կխոսեմ։ Սոնա, սա կարա վտանգավոր լինի։ Քեզ տուն չեմ ուղարկում, չէ՞։ Մոտակայքում եղի, բայց մի խառնվի։ Սարոյան, Սոնան եկավ տեսա, որ խոսում եմ դրա հետ։ Չէ, ասեց, որ չխառնվեմ։ Հա, հասկանում եմ, բայց դուք խոսեք հետը։ Գիտեմ, որ կնեղանա ձեզանից։ Եղավ։ Դուք հանգիստ եղեք, ես տեղ եմ, աչքս վրեն կպահեմ։ Հա։ Հիմնականը այս ժամերին կամ իրանց տների մեջ են կամ էլ աշխատանքի իրանց գործերով էլի։ Հա, ոչ մի շունչ չկա, ոնց որ ապոկալիպսիսից հետո լինի։ Ուստավարոս։
Ուստավարոս։ Գարու ջան, ես ո՞նց է եկել ես։ Գուգոնը լա հետդ։ Չէ, ուստավարոս, մենակ եմ։ Նկատի ունեմ մեքենայի մեջ ուրիշ մարդ է, էլի։ Էտո վա դեմքը փագել ես։ Իրեք ունե կգաս մեր տունք իմանաս, կծանոթացնեմ։ Լավ, եղավ։ Են Գուգոն հարց ճարեց։ Չէ, ուստավարոս։ Հələ մի քիչ անորոշ վիճակ է, էլի, բայց իրեք ունե արի մեր տունք խոսանք։ Գնացի դե կյանքիդ մեռնեմ։ Նորմալ ես ախպեր։ Լավ, լավ։ Պապիկիս ընկերն է, այսպես մարդ է։ Պարզ է։ Տենը մեծ որ մենակ չեն գյուղում։ Իրիկ ու նահագին մարդ է գալու մեր տուն, կծանոթանաս էլի։ Բոլորին հրավիրելու ես։ Չէ, ինչի հիմա հրավիրեմ։ Հենա ուստավարոսին ասեցի հերիք է էլի։ Գարո ջան, մենք երբ ենք Երևան գնալու։ Ես ոնց հասկանում եմ, բոլորին երեկոյան հրավիրեցիր, հա։ Ախայն եղի ախպեր, ամեն ինչ էլ կհասցնենք։ Ուղղակի կարևորը մի հատ հայրիկին տենամ էլի, հետը խոսալու բան կա, էդի ամենակարևորն է։ Պարտադիր պիտի մեր հետևից գա։ Մարդու իր աշխատանքն է կատարում։ Քեզ խանգարում է։ Դե ես իմ։ Գուգո, այս հանդիպումները չեն կարող այսպես շարունակվել։ Ես ուզում եմ հասկանամ, ուր այս ամեն ինչը տանում։ Ավելի ճիշտ, ինչա քեզ կոնկրետ պետք։ Ավելի կոնկրետ, ես լուրջ եմ տրամադրված։ Ինչ է դա նշանակում։ Արի ես քեզ հրավիրեմ մեր տուն, նորմալ նստենք խոսանք։ Չէ, սենց չի լինի։ Արդեն սա չափազանց է։ Լավ, ես ուզում չեմ, որ դու անհանգստանաս։ Իմացի, որ ես քո հետ շատ անկեղծ եմ։ Վաղ արի մեր տուն։ Իրիկ ունեմ։ Կոնկրետ քայլերի ես սպասում։ Ես պատրաստ եմ։ Շատ լավ։ Արա այստեղ գրի հասցետ։ Կսպասեմ։ Շատ լավ։ 8-ին։ Ժամը 8-ին։ Եղավ։ Կարաս մենակ չգաս։ Այսինքն։ Դե ում հետ ուզում ես արի։ Բացի իրանից։ Հասկացա քեզ։ Ճանապարհ եմ տուն։ Կարիք չկա, շնորհակալ եմ։ Դե կսպասենք։ Լավ։ Հաջողություն, Սոնա ջան։
Հաջողություն։ Ինչ էր ասում։ Դու պապան ճիշտ եք։ Պետք է կտրուկ քայլերի գնալ, թե չէ սա անverջ կշարունակվի։ Սպասի, ուր։ Գրամ ինչ պետք է բացատրեմ գամ։ Սենց եք անում էլի, որ խայտարակ ենք լինում։ Լսի, վաղը հրավիրել է իրանց տուն։ Կգնանք, խոսանք, վերջնական կհասկանանք։ Ամենաշատը անանք ստանում եմ Գարոյիս համար։ Տենաս իր համար ինչ էր եղել։ Դու շատ էլ լավ հերես եղել, Մարգարետ, հաստատ։ Հետ մենք ենք տենց մտածում։ Բագարոն տենց հա մտածում։ Խիստ ենք եղել։ Ճաղայնանում ենք, փորձում ենք դաստիարակել։ Ամեն ինչ սովորեցնել։ Մեկ էլ պարզվում է ճնշել ենք իրանց։ Չենք թողել ինքնուրույն մեծանան։ Ես չեմ ճանաչում երեխա, որ իր ծնողներից գոհ լինի։ Սաղ երեխեքն էլ դժգոհ են։ Շատ կուզեմ Գարոյիս ընտանիքը տեսնեմ, իմանա, որ ես աշխարհում մենակ չի մնացել։ Այ Մարգար, բժիշկը տասես դեղերդ կխմես, լավ կլնես։ Հիմա ինչ ես եկել ստեղ նստել կտակ ես գրում, հե։ Լավ, այ մարդ, մեծ մարդ ես, ամոթ է։ Մարգար։ Գարոյիս աչքա թող չանես։ Ես գիտեմ, որ ամենալավ ծնողը չեմ եղել։ Բայց ինչ կարացել եմ, ինչքան խելքս հասել է, այդքան եմ արել։ Ես քեզանից լավ հայրիկ չեմ տեսել։ Յա։ Այ լակոտ, դու ինչ գործ ունես ստեղ։ Տուն եմ եկել։ Ինչի։ Հա հետաքրքիր մարդ ես։ Ես իմ տուն չեմ կարա գամ։ Կարո իմ փորձանքն էլ է հետդ եկել։ Չէ, Ջասպետո, քո փորձանքը Երևանա։ Ես եկել եմ հորս տենամ։ Բարզա։ Իզուր ես հասել բազմաշեն։ Կզանգեիր խոսայինք էլի։ Հերախոսով սեր չէի կարող անել։ Դուղը չկցես եղավ, ամեներա բժիշկներին կճարեմ կբերեմ, քեզ է կարողչացնեմ։ Ասա է, Կարո ջան, ասա։ Ագարո, իսով է։ Տուրիստ է։ Տուրիստ է, բայց հայ տուրիստ է, էլի։ Բա ես խիա գույնս ես գցած։ Երևի հոգնած է։ Այ լակոտ, ես մարդուն բերել ես ստեղ կանգնացրել։ Համեցի ախպեր ջան, արի։ Առաջ արի։ Բարև ձեզ։ Այլ Գնա մորդ ասա, սեղան գցի։ Պետո ջան, դու էլ զանգի Բենոյին, ասա մի գար մորթի։ Ասա գարուն ընկերոջ հետ եկել է։ Չէ, ճիշտ ասած մենք ընկերներ չենք։ Նոր ենք ծանոթացել։ Դու հանգիստ։ Արի։ Մի բաժակ կխմենք, կպարզվի, որ մի գեղ ընկեր ունես։ Արի։ Հայրիկ, ես մարդը չեկին մեկինի կարիք ուներ մի տեղը ցույց տու։ Այ որն է։ Երևի զուգարան է։ Լսի, Գարո, բա իմ Google ինչ բանի է։ Պետո ձա կյանքիդ մեռնեմ, ամեն ինչ նորմալ է, արի գնանք հետո կխոսանք, էլի։
Յա, Արտակ ջան, ես ինչ լավ է տանն ես։ Ես վա գարոն ուրա։ Ես մի հատ դեր մնացեք Google։ Էլի կարոն ենք։ Կարոն գյուղ է գնացել։ Ինչի։ Ինչ որ ուղևոր է տարել, բայց չհասկացա ով է ինչա։ Երևի գնացել է Մարգար քերին տենա։ Հա, ու շատ ճիշտ արել։ Բա երբ հա գալու։ Չես տես խառնված հարցնում։ Որովհետև վաղը կարևոր հյուր ունեմ։ Ով է որ։ Սոնաս։ Լուրջ ես ասում։ Հրավիրել ես։ Վաղը, ժամը 8-ին։ Համաձայնվել է։ Արտակ լուրջ եմ ասում, ես աղջիկը ուրիշ է, ինձ ասում է Google, կոնկրետ բան ասա, լուրջ քայլերի գնա, այսքան հանդիպումները հերիք են։ Google բան չեմ հասկանում։ Արտակ հավանն էլ է։ Հավատս չի գալիս, ոնց կար ինքը համաձայնված լինի, երկու անգամ չեք հանդիպել։ 3։ Հա թող լինի 8։ Մեկը ինքը տես բան չեր ասի։ Արտակ ասում եմ ասել է, ես էլ լսել եմ, չէ։ Ասեց լուրջ քայլերի գնա, ես էլ լուրջ քայլերի գնացի, ասեցի վաղը կգաս մեր տուն, ու վաղը ամուսնության առաջարկություն կանեմ, Սոնայիս։ Մի անգամից։ Դե բա էլ ինչի սպասեմ։ Ասեցի գարոն բազմաշեն, հա։ Էդ շատ լավ է, շատ լավ է։ Ինչով է լավ, Google։ 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 Բարում եմ ասելու, լսեք։ Դու լսրա։ Սպա լավ, հա։ Մարգար ջան, ես ուզում եմ խմեմ օջախիդ գնաց։ Բազմաշենը իմ տունն է։ Յոպը, իմ տունը բազմաշենն է։ Այ ապրես, այ լավ ասեցա, ողջ։ Անուշ օբան է ջան, անուշ։ Իա, տղեկ, վարոսը ասել էր, որ հյուր ունենք, եկել եմ ծանոթանամ։ Արի դու նստիր մի երկու բաժակ խմի, որ մեզ հասնես։ Բարիգուն ձեզ։ Դուս լուսու ձաշ ջան։ Արի հայրիկ, ես կարող են լիա, որ ես կան խմում ես։ Սա դեղա դու արխային։ Գնացեք ողջ։ Տեսակ իրար։ Բարիգուն ձեզ։ Մի րոպե։ Ես ասեմ։ Վարոսին տեսած, Վարոսը ասեց, Մարգարը հյուր ունի, չէ։ Չէ, այ ախպեր ջան, Սերոպի տեսա։ Ասես բազմաշեն տուրիստ ա եկե, Մարգարես տունն ա։ Այդ տուրիստը ես եմ։ Ես ինչ լավ հյուրեր ունեմ։ Ասրու։ Երեխումները տանուշ։ Վերեցրեք։ Բարով տեսանք իրար Ժորժը։ Բարով տեսանք։ Անուշ օբան ջան, բայց մենք արդեն դուրս գանք ու շանում ենք։ Այդ աղա ես ու ժամին ուր եք գնալու։ Կմնաք կարավդ լուսով կգնաք։ Չէ, կյանքիդ մերն են, պետոձայմ այս մարդուն պետք է հյուրանոցում տեղավորեն վա։ Այդ աղա, ուրեմն մեր գեղում մի կոյկա գրավատ չկա որ ես մարդուն տեղավորենք։ Կամ մի տեղաշոր չկա որ մեջը դնենք։ Գնացինք։ Դե լավ էլի պետոձա վա։ Թող ինքը ասի, հիմա մնում ես թե գնում։ Չէ։ Ես այսօր մնում եմ ստեղ։ Միատը լցրեք։ Դե որ տենցա, մի բարակ էլ իմ լցրեք։ Ես իրականում չէի խմեմ, որովհետև մտածում էի մեկ հենա պետք է վարեմ, էլի։ Դու ճիշտ էիր անում, որ չէի խմում։ Ինչի՞ ման։ Այդ աղա, տանից մեկը կխմի։
Այսքանը սխմում ենք, թող մեկնում եք սել, ստապ մնա։ Ճիշտ ասեմ։ ԵՒողջ։ Արվա։ Արժո, բարեժո։ Ես ես ուղղակի չէի լինելու։ Անհայրիկ, Ապրես։ ոնց ես։ Հերիքա է հարցնես, լավ եմ, լավ։ Արի։ Արի սառը ջրով լուացվի, բանջան։ Արի, ինչ է։ Աշորը թան մի կարգին լվացվի։ Լավ է։ Ոնց ես աղբեր։ Լավ է։ Լավ ես քնել։ Բան չեմ զգացել։ Մենակ հիշում եմ, որ պետք է շփափուկ անկողիներ։ Աբա մերս ամեն տարի քանդեմ հավաքում։ Հա ուսա թիշի։ Տղեկ։ Բալուս։ Բարուս պետոձա։ Գնացինք։ Ուր։ Ոնց ուր։ Մեր տուն, խմելու։ Ինչ։ Այ մարդ կոֆե խմելու։ Հա, հեսա վենը հակուստս վերցնում կամ, հա։ Ագարո, սրանուն ինչ էր։ Դու հանգիստ եղի, ես հիմա քեզ կօգնեմ ու մենք շատ սիրուն ընթրիք կպատրաստենք։ Տաթև ջան, բայց դու սարքել գիտես։ Աբա ոնց չգիտեմ։ Դե հարցնում եմ, էլի, ասեցի ճշտ եմ։ Գոգո, դու ինձ խնդրել ես, որ ես քեզ օգնեմ, չէ՞։ Դե ես էլ քեզ օգնում եմ։ Հասկացա, ապրես շատ։ Իսկ պակաս բան չկա, չէ։ Չէ, ամեն ինչ էլ առել ենք, ոչ մի պակաս բան էլ չկա։ Բարև ձեզ։ Քեզ էլ բարև, Սվետլանա ջան։ Դուրը բաց էիք թողել, թակեցի չլսեցիք։ Գարոն տանը չի։ Ինձ Արտակն ասեց, որ օգնելու բան կա։ Քիչ առաջ բակում տեսա։ Արտակն է ասել։ Հա, ասեց, որ կարևոր հյուրեր ունեք, գամ օգնեմ։ Հա, ճիշտ է ասել։ Բայց ես արդեն օգնում եմ։ Ես էլ չեմ խանգարի։ Անելու բան շատ չկա, ես կհասցնեմ։ Բայց ես որ օգնեմ, ավելի արագ կավարտենք։ Մենք չենք շտապում։ Իսկ ես Ժողովուրդ, երկուսդ էլ մնացել։ Մեկը հաց կսարքի, մյուսն էլ կօգնի տները կհավաքենք, որ Սոնա երազգա տունը սենց չտեսնի։ դե ես անցնեմ գործի։ Դուք էլ տները հավաքեք։ Տաթև ջան, կօգնեք, չէ։ Հա, բա ոնց չեմ օգնի։ Դե որ քեզ այդքան շատ է, պետք պիտի օգնեմ։ Դե տանենք սենյա։ Դե, հաջողություն։ Հաջողություն ես։ Դե գնացինք հայրիկ։ Քեզ լավ նայի, ինձանից էլ բան մի թաքցրու, էլի։ Դու իմ մասին մի մտածի։ Են գուգոյն էլ ասա, թե բան չի ստացվում։ Թող քարը փեշից գցի ու գա հետ տուն։ Հայ Գուգո։ Գարո ջան, ուր ես, երեք զանգում էի չէիր պատասխանում։ Գուգո ջան, երևի ձենը չեմ լսել։ Հենա գյուղի շարժվը մենք գալիս ենք Երևան։ Գարո հորս էլ հետը դբեր։ Ինչի՞ մար։ Որովհետև հեսա Սոնաս գալու է մեր տուն։ Կծանոթացնեմ մի անգամից։ Գուգո հաստատ։ Գարո ջան, ասում եմ հաստատ բեր էլի, վայ։ Լսի ինձ։
Դե հիմա ես կառաջարկեմ համաձայնվեց էլի։ Լավ Գարո ջան։ Սոլայար։ Պետոձա գուգոներ։ Ասում այսօր իր գունը ինչ որ աղջկա հետ է ուզում քեզ ծանոթացնի, նենց որ հետը սարի Երևան։ Ալուրջ ես ասում։ Բա գնացինք նստեք ավտոն գնացինք, Մարգարի ես գնացի։ Բայց մի հատ մի րոպե մտնենք դու շորերս փոխեմ նոր գնանք էլի։ Հա, գնացինք դե։ Աչքդ լույս պետո ջան, էտա հարսիտ էլ կտենաս։ Ապրես Մարգար ջան։ Հայք դե գնացինք։ Դու եպես մի կարգին աղջիկ գտնելու։ Դե չգիտեմ մի գուգոյի ամուսնանալը հորով մորով անենք իմ հերթն է կգա էլ։ Գնացինք։ Մարգար ջան, հաջողություն։ Էլի եմ գալու ձեր գյուղ, դուրս եկել է, այս բազմաշերում հարազատներ ունեմ։ Գալու են, չէ գալու ջան։ Դե լավ մնացեք։ Գնացինք Մարգար։ Անպայման գալու է։ Ուրախ ենք քեզ տեսնելու։ Ագոն են անում։ Էս օծանելիք չես ցանել։ Չէ, հեսա կցանեմ։ Մտերմացել ես հետները, հա։ Դե հարևաններ ենք էլի, ինչով որ կարողանում եմ օգնում եմ։ Պարզա, դե իմ դեպքը մի քիչ ուրիշ է։ Ես չհարցրեցի, բայց լավ։ Ես գիտեմ շենքում ինչ են խոսում։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Դե լավ ձևեր մի թափի, լավ էլ գիտես, բայց այս անգամ ամեն բան լուրջ է։ Դե շատ լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսպեսից ձեր առաքումն է։ Շնորհակալ եմ, որ ճիշտ ժամանակին տեղ հասցրեցի։ Խնդրեմ։ Հաջողություն։ Տաթևիկ ջան, այդ տողեր։ Այս ֆիշից պատվեն են բերել։ Հիմա կդնեք սեղանին։ Երանի գոյի հյուրերին, որս ծովը մթերքից պիտի ուտեմ։ Շատ համով տեսք ունի։ Բան չմնաց արդեն 6-ն է։ Գոնե կարող ենք շուտ հասնել։ Գարո։ Այ Գարո։ Այ Գարո։ Այդի, հա ձեզ պետով է, լսում եմ։ Այդտեղ այդ աղջիկը լավ աղջիկ է։ Ինչ իմանամ, այդ ցավը տարեմ, տեղ հետ աշակվել էր, տա հուցը դարձել։ Անտե ասում եմ այն մեկի նման հոչի, որտեղ է ծանոթացել։ Չէ, հաստատը տենցը չի, մարզասրահ հիմա ծանոթացել, գնացել էինք մարզվելու։ Իոր է սարև, հարտակը գնում էր մարզվելու, մենք էլ հետը գնացինք, էլ են ատա ուտ բախտն էլ բացվավ։ Բա անունն ինչ է։ Անունը Սոնա է։ Սիրուն անուն է։ Հա, Սիրուն անուն է, ինքն էլ լավ ընտանիքից է։ Այդտեղը բա այդ ընտանիքին որտեղից եք ճանաչում։ Դե մի արտակն է հերակա ճանաչում, ասում է հերն էլ մեծ է հարուստ է։ Այդ որ մեծ հարուստ է, ուրեմն լավն է։ Դե չէ նկատի ունեմ, նենց կորած մարդիկ չեն էլ։ Այդտեղը, այդ մենք կորած ենք, հա որ մեծ հարուստ չենք։ Հա դե ձեզ պետուհը մի բան ասի կրակը ընկավ։ Այդտեղը դե հերիքա գլուխ ստանես։ Ես կտենամ էլ այդ օբա։ Բայց նայի, կարոտաղա որ լավ աղջիկ չի եղել է, երկուսի տականջներից եմ բռնելու եմ տանեմ հետս բազմաշել։ Հսկացար։ Տեսքդ շատ լավ է։ Հա։ Հա, ված չի։ Դες էլ արդեն վերջացրեցի, մնում է այդ ամենը դնենք սեղանին։ Ապրես շատ։ Խնդրեմ։
Պապ ջան։ Չէ, քեզ ճանաչում եմ։ Բարև ձեզ։ Ինքն է։ Չէ, ձեզ պետո։ Մեր հարևանուհին է։ Տիկին Սվետա։ Պետրոս։ Սվետլանա։ Դե Սվետ ջան, դու գնա էլի։ Գնա որ մենք ինքնակազմակերպվենք էլի։ Ձեզ լավ երեկո։ Լսի, Գոգո, դու շատ չլարվես, եղավ։ Ամեն ինչ լավ է լինելու, չլարվես։ Ապրե շատ տաթևիկ ջանը։ Փաստորեն Սվետլանա, հա։ Դե լավ էլի ձեզ Պետրոս։ Ձեզ պետո։ Պապա։ Ադե ուրա։ Գեղեցկու հիտ ուրա։ Հեսա կգա։ Էսա։ Ստեղ ապրում։ Սոնա դու սպասի մեքենայի մեջ։ Պապ, ես գալիս եմ, որ իրավիճակը վերահսկեմ։ Սոնա, ես քեզ խոս տվեցի, չէ՞։ Ասի գնում ենք, ուղակի զրուցենք։ Բացատրում եմ խոսքով։ Խոսք եմ տվել քեզ։ Հա, հաստատ։ Ես ձեզ չեմ վստահում, պապ։ Սոնա աղջիկ։ Պապ, գալիս եմ։ Գիտեմ մեկա գալու ես։ Դե հանգստացի էլի Գուգովա։ Ագուգո։ Բա մատանի պատրաստել ես։ Պետք էր արդեն։ Ար, ես կդնես մատին։ Ժողովուրդ մի քիչ վրաս չեք։ Չէ, ավել վախտն է։ Եկավ։ Պապա ջան եկավ։ Եկավ, պապ։ Արա հանգստացի հա Գուգովա, մի քիչ ծանր քեզի պայ, արա։ Ես կբացեմ։ Այդ տղա, քեզ ձիգ կպայես։